Պարոն Ոսկանյան, ցավոք երեք տեղեկացանք, որ Գյումրի ազատան ճանապարհին ողբերգական ավտովթար է եղել, 3 քաղաքացի մահացել է եւ 3-ն էլ ազատանի բնակիչներ են։ Խնդրեմ դուք մանրամասնեք, թե ովքեր են նախ քաղաքացիները եւ հայտնի է ձեզ որոշակի տեղեկություն, ինչպես է դեպքը պատահել, արդյոք ընտանիքի անդամներ են, թե ոչ, մի փոքր մանրամասնեք։ Նախ ասեմ, որ ամբողջ համայնքի բնակավայրի համար է ցավ, մեզ ողբերգություն է, բոլորն էլ ազատանի բնակիչներ էին, ցավում եմ կատարվածի համար, չգիտեմ, խոսքերով չեմ էլ կարողանում ասել, ամբողջ համայնքում է, պտտվեք բոլորի մոտ էլ խորը ցավ է, երիտասարդ տղաներ են երկուսը մահացող, մեկը կին է մահացողը, բոլորն էլ ազատանի բնակիչներ են։ Վահեն Ղաբանյան 24 տարեկան է, Արմենը 41 տարեկան է, Մարինեն էլ 50 տարեկանից բարձր է։ Խորը ցավով եմ նաև նշում իրենց անունները, ես կուզեի, որ այս նոր տարին իրենց հետ դիմավորեինք։ Ամբողջ համայնքն է ցավում։ Խոսքեր չեմ գտնում ասելու, էլի։ Տեսել եք, շրջել եք համայնքում, ում էլ հարցնեք, խորը ցավով բառեր չեն գտնում ասելու։ Բոլորն էլ հարազատ մարդիկ են, բոլորի հետ էլ անձամբ ես շփվել եմ ժամանակին, չգիտեմ, խոսքերով չեմ էլ կարող ասել, ինչ է կատարվում մեր բնակավայրում, մեր համայնքում։ Տեղեկություն ունեք, նույն մեքենայում են իրենք գտնվել։ Չէ, գտնվել։ տարբեր մեքենայում են եղել, երկուսն էլ յուղի մեքենաներ են, մեկը քաղաքից Գյումրիից գալուց է եղել դեպի Ազատան, մեկը Ազատանից դեպի Գյումրի գնալուց են եղել։ Դե գիտեք, որ նոր տարի էր տեմը, ամեն մեկը իր գործերով, մեկը առևտուրի գործով, մյուսը այլ խառը գործերով, էլի իրանց գործերով, մեկը քաղաք էր գնացել, մեկը քաղաքից հետ գալուց է եղել մեքենաները։ Ամուսնացած էին քաղաք։ Արմենը ամուսնացած էր, ունի 3 երեխա, Վահեն Ղաբանյան ամուսնացած չէր, պատրաստվում էր ամուսնանար, իսկ Մարինեն էլ ասեմ, որ տատիկեր ուներ 3 թորնիկներ շատ ուներ, բայց այդ 3 թորնիկների մայրիկը մահացած էր եւ իր խնամքի տակ էր գտնվում այդ 3 երեխաները ու ասեմ, որ շատ հոգատար տատիկ էր իր երեխաներին, այնոր ամեն ձևի լավ էր նայում, որ մոր կորուստը ծանր չնստեր այդ երեխաների վրա, նաեւ էդի կրկնակի ու եռագի ցավ է բոլորիս։ 3 երեխա Արմենն ուներ, անչափահաս երեխաներ, շատ եմ ցավում, չգիտեմ, բառերով չեմ էլ կարողանում ասել։ Նախնական ինչ-որ բան կա, մերկասառույցն է պատճառը եղել։ Նախնական վարկածներ չեմ կարող ասել, հետաքննությունը ցույց կտա ինչն էր պատճառը, մերկասառույցներ, թե ճանապարհը, այդ ժամանակ, որ ես կանգնած եմ եղել, աղվավազն է կարգետնին, ճանապարհն է այնով անցանել էր։ Եվ հոգեհանգիստը քաղաքացիների այսօր էլ։ Այսօր դեռ տուն չենք բերել, մարմինները դեռ գտնվում է Դիահերձանում, մի ժամից երևի տանը կլինեն, բերելու ենք տուն, Ղաբանյան Վահին էլ եկեղեցում ենք, կարգը կատարվելու է եկեղեցում։ Նշեմ նաև, որ այդ մի մեքենայի մեջ եղել են մահացողը մայրները վարորդի եւ իր ընկերները, մանկության ընկերներ մահացողը, իսկ այն մյուս մեքենայի մեջ Արմենի հետ եղել էր նաև իր ընկերը Գևորը, որը հիմա վիրահատվում է, փառտանք Աստծուն, որ շուտ ապաքինվի եւ վերադառնա համայնք։ Շուտապույտ ապաքինում եմ մաղթում, թող Աստվածտա շուտ վերականգնվի եւ վերադառնա համայնք։ Աստվածտա նաև չեմ կարող բառերով ասել, էլի, թող բոլորի մոտ էլ կոդրվածներ լիներ, բայց հիմա հիվանդանոցում լինեին, սաղ լինեին, ողջ լինեին, ապաքինվեին, վերադառնային մեր բնակավայր։ Որ նշեցիք մայրն ու ընկերն են եղել մի մեքենայում, այսինքն մայրն է մահացել եւ ընկերը։ Մայրն է մահացել եւ ընկերն է մահացել։ Արմենն էլ զբաղվում էր գյուղատնտեսությամբ, այնոր չարչարվող, արարող, քարի ցածկամող տղա էր։ Ասեմ, որ այս բային գյուղում բոլորը սգում են, չնայած որ դեմը ամանոր է եւ տրամադրությունները ժողովրդի նորմալ էր, այս հարավիրքից հետո
բոլոր համագյուղացիները սկում են, մեր բնակավայրի կայքով նաև տարածել ենք ցավակցություններ ենք հայտնել ընտանիքի անդամներին, նաև գյուղի բնակիչներին, նաև հորդորել ենք, որ ոչ մի տոնական տրամադրություն, հրավառություն, այդպիսի բաներ խնդրում եմ եւ հորդորում եմ եւս մեկ անգամ, որ չլինի էլի ժողովուրդ ջան, էսի բոլորիս ցավն է, համայնքի ցավն է։ Բոլորս միասին տանելու ենք այդ ցավը, հարազատներին եմ մաղթում եմ ուժու կորով համբերություն, հարազատների մեջ նաև ես եմ մտնում, ինչ չեմ տարանջատում, իմ համայնքի բնակիչը, բոլոր բնակիչներն իմ հարազատներ։ Այսինքն ճիշտ հասկացանք, բոլոր լույսերը զարդարանքները անջատվել են։ Հա, որնոր հնարավոր է անջատել են զարդարանքները, նաև առանձին տներ կար, որ իրենք իրենց կամքով լույսեր էին զարդարել, են տոնական տրամադրություն էին ստեղծել, բայց այս պահին տեսել եմ, որ երեք գիշեր համայնքում ման եմ եկել, տեսել եմ, որ ամբողջ անջատված են լույսերը, այն որ համայնքը սկում է, այդպես ասեմ։